Կանաչ քիմիա նախագծերին ակումբը այս տարի իրականացրել է 3 նախագիծ՝ բիոպլաստիկներ, powerfill եւ ծանր մետաղները ջրում նախագծերը։ Ես աշխատել եմ ծանր մետաղներ թիմում, նպատակներ կրճատել ծանր մետաղների առկայությունը ոռոգման եւ խմելու ջրերում, որպես սորբենտ օգտագործում ենք պլաստիկների թորումից առաջացած պինդ մնացորդը, օգտագործում ենք այդ նյութը, որովհետև ինքը ածխածնային հիմք ունի։ Մենք powerfill նախագիծն ենք։ Այս տարվա ընթացքում կատարեցինք տարբեր լաբորատոր փորձեր, աշխատեցինք մեր սորբենտային համակարգի վրա, որի միջոցով էլ հենց ածխաթու գազի արտանետումները պետք է կանխվեն, որպեսզի չներթափանցեն մթնոլորտ։ Ես այս տարի աշխատել եմ բիոպլաստիկներ թիմից եւ ընդհանուր առմամբ մեր նպատակն է ստեղծել կենսաքայքայվող պոլիմերային թաղանթներ, հենց բիոպլաստիկներ, որոնք շատ ավելի արագ են քայքայվում, քան սովորական նավթային հիմքով պլաստիկները։ Այս տարվա մեր գլխավոր նպատակն է ստեղծել մի սարք, որը այդ ամբողջ process-ը դարձնի ավտոմատացված։ Սարքը ընդհանուր առմամբ բաղկացած է 2 մասից, որոնցից մեկը ռեակտորն է եւ հենց ապահովում է մեր հեղուկ հումքի ստացումը, եւ երկրորդ մասը կոնվերային գոտին է, որտեղ այդ հումքը չորացվելու է եւ հարթացվելու է։ Պարզել ենք, որ բանանի կեղևները նույնպես կարող են օգտագործվել մեր բիոպլաստիկների ստացման համար, քանի որ բանանի կեղևը պարունակում է մեծ տոկոսով օսլա, դա մեզ թույլ է տալիս այն օգտագործել պլաստիկների ստացման համար։ Նախագծի ընթացքում զարգացրեցի հետազոտություն անելու, վերլուծելու հմտությունները, մեր ինժեներական հմտությունները զարգացրեցինք, ժամանակի կառավարման հմտությունները զարգացրեցինք։ Այս ուսումնական տարվա ընթացքում մասնակցել ենք համահայկական գիտության փառատոնին, որի շրջանակներում հաղթել ենք ու որպես հատուկ մրցանակ մեզ տրվել է հնարավորություն մեր նախագիծը ներկայացնել Լեհաստանում տեղի ունեցող մրցույթի ժամանակ։ Նույնպես մասնակցել ենք Հունաստանի Սալոնիկի քաղաքում տեղի ունեցող գիտաժողովին, որը կազմակերպել է Անատոլիա քոլեջի աջակցությամբ։